Եկեղեցու եկեղեցականների դեմ օրորին օր երանգ ստացող արշավի, ներքաղաքական գործընթացների, Սփյուռքի արձագանքի ու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին զրուցելու եմ քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանի հետ։ Բարի երեկո, պարոն Գասպարյան։ Գործող իշխանությունները եկեղեցու դեմ պատերազմ դեռևս 2018-ից են հայտարարել։ Բազմաթիվ միջադեպեր են եղել կաթողիկոսի վրա հարձակումից, հոգևորականների առջև ճանապարհ փակել։ Ինչու է հիմա պայքարը սրվել, ինչու է դրանով անձամբ Փաշինյանը զբաղվում ու անթաքույց է դրանով զբաղվում, եւ արդյոք իսկապես կապ ունի Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունները այս ամենի հետ, թե դա ընդհանրապես արտաքին շղարշ է եւ խորքում ավելի լուրջ process-ներ են ընթանում։ Նախ շնորհակալություն հրավերի համար, որպեսզի բարձրաբանումները ավելի հստակ լինեն։ Իրականում ես վաղը փոխիրալիքի հերթական վերլուծականի ժամանակ այս խնդրին շատ մանրամասնորեն եւ դետալային առումով անդրադառնալու եմ, բայց կուզեմ մի փոքր այլ տեսանկյունից նայենք այս խնդրին։ Հարցը ոչ թե 2018 թվականից է եկել օրակարգ, այլ հարցը առաջացել է դեռևս սառը պատերազմի տարիներին, երբ խորհրդային եւ արևմտյան ճամբարները հայության հոգևոր որսով էին զբաղվում հավասարազոր։ Մեկ խաղադրույքը դրել էր մեծ հաշվով Էջմիածնի վրա, մյուս խաղադրույքը դրել էր կամ փորձում էր դնել Կիլիկիայի կաթողիկոսության վրա, Կիլիկիո կաթողիկոսության վրա։ Զուտ պատմական էքսկուրս այսպես շատ չկատարելով, պարզապես ուզում եմ ասել, որ հանգուցային էր 91 թվականի Հայաստանի անկախությունը եւ պարզ էր, որ հայկական պետականության առջև կար շատ լուրջ խնդիր հոգեվոր արժեքները մարմնավորող հայոց եկեղեցու միասնական լինելու կամ չլինելու խնդիրը։ Ազգային վեհապարից հետո Գարեգին առաջին երջանկայի շատակ կաթողիկոսի, ամենայն հայոց կաթողիկոսի Անտիլիասից կամ Մեծիտանի Կիլիկիո կաթողիկոսությունից Հայաստան բերելը, Սուրբ Էջմիածին բերելը դրա կարևորագույն քայլերից մեկն էր, որ այն ժամանակվա քաղաքական եւ կրոնական ղեկավարությունը հայության գղերից դասը շատ լավ գիտակցում էր, թե ինչ մարտահրավերներ կան մեր առաջ եւ խոսքը վերաբերվում է ընդհանրապես նեոլիբերալ աշխարհում, հետսովետական աշխարհում արժեքների եւ քաղաքակրթական ուղղությունների բախմանը եւ այդտեղ եկեղեցին բնականաբար պիտի ունենար իր ուրույն դիրքորոշում։ Խնդիրը շատ խորքային է, դրա համար եմ ասում, ոչ թե 2018-ով սրանք արաբերը միաստացված կա, ասում են նույնիսկ փոշի չեն դնի գետնի վրա, էլի Սուրբ Էջմիածնի։ Իրենցից շատ ավելի քաշով է այս խնդիրը։ Խնդիրը Փաշինյան եւ իր ոհմակի հարցը չէ, որովհետեւ ոչ թե 2018-ից են իրենք այս ամենի մեջ, այլ շատ ավելի շուտ, դեռևս 2012-13 թվականից, նույնիսկ դրանից հետո ելք դաշինքից առաջ, հա, միասին թե հիմա ինչ որ մի խոսքով մի քանի շարժումներ էին առաջացել հենց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, որոնք գնում էին եկեղեցիների առջև, ասում են մեզ եկեղեցիներ պետք չեն, մեզ պետք են այգիներ կամ չգիտեմ ինչ եւ այլն։ Այդ խնդիրը այդ ժամանակվանից դրված է եղել օրակարգում, այսինքն սրանք ոչ թե 18-ին են բերել այդ օրակարգը, այդ օրակարգը իրենց մեջ նստած է եղել եւ իրենք բերել են իրենց հետ դեռևս 1.5 տասնամյակ առաջ, քանդելով ազգային արժեքները եւ սինխրոն աշխատելով, շատ ներդաշնակ աշխատելով այլ կառույցների հետ, այսպես կոչված քաղաքասարակության, որոնց ֆինանսավորման մասին մենք բոլորս գիտենք, շատ ենք խոսել այդ ամենի մասին։ Ինչու հենց հիմա սրվեց, սա է ամենակարևոր խնդիրը, որովհետև շատ բարձ մենք իհարկե կանդրադառնանք նաև ներքաղաքական խոհանոցի իմպիչմենտի թեմային, բայց կարծում եմ, որ հայ եկեղեցին վերջնականապես ստանձնեց անկախ պետականության անգործության պայմաններում հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերի գլխավոր պաշտպանի դերակատարում, ինչը բնականաբար խառնեց բոլորի խաղաքարտերը, որովհետեւ եկեղեցին բազմիցս իհարկե նույն ազգային ինքնության վերաբերյալ կարևորագույն հարցերում հայ ցեղասպանության, ճանաչման դատապարտման եւ հետևանքների վերացման, ինչպես նաեւ Արցախ հավաքական տունդարձի
Եվ Արցախի հարցը փակված չլինելու վերաբերյալ բազմից արտահայտել է իր դիրքորոշումը, բայց Բեռնում վեհապարհոր հստակ առանց ծամծմելու հայտարարությունը, որ Արցախի հայաթափման հարցում հավասարազոր մեղավոր են Թուրքիան եւ Ադրբեջանը, խառնեց այսպես կոչված խաղաղության խաչմերուկում թրև եկող Հայաստանի իշխանության, գործող իշխանության խաղակարտերը բնականաբար լրացուցիչ ճնշումների են ենթարկվում այդ իմաստով։ Ինչու եմ այս երկուսը զուգահեռ իրար տանում, որովհետև այնպես չէ, որ Հայաստանի գործող իշխանությունը ցանկանում է չդիպչել, հա, ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչը հանդիսացող եկեղեցուն չէ, իրենք ի սկզբանե ներդրված եղել են այս հարցով եւ բոլորի համար հայտնի է, այսպես կոչված աղանդավորական շարժումների կամ առաքելական եկեղեցու դավանանքից դուրս գտնվող ուղղություններին սրանց հարելը։ Բայց երբ որ այս խնդիրը զուգորդում ենք պարզապես քաղաքական process-ների հետ, որոնք տեղի ունեն մեր տարածաշրջանում, հատկապես այսպես կոչված Հայաստան-Ադրբեջան խաղաղության process-ի հետ կապված, եւ Բաքվից եկող արձագանքներն ենք համեմատում այս ամենի հետ, մենք տեսնում ենք շատ խայտաբղետ մի վիճակ։ Ստացվում է, որ Հայաստանի սահմանադրությամբ եկեղեցին եւ պետությունը միմյանցից տարանջատված լինելու սահմանադրական նորմը խախտում է ոչ միայն Հայաստանի իշխանությունը, այլ կրոնական ինքնիշխանությանը դիպչելու իրավունք է իրեն վերապահում Կովկասի մամեդականների առաջնորդը, որին մեծ հաշվով Ադրբեջանում ոչ մի արժեք է վերաբերում, բայց երկար տարիներ 25 տարուց ավելի ինքը շարունակում է արտահայտել, լինելով թալիշ, ինքը թալիշ է, Փաշազադեն, Անաշուկի Փաշազադեն, արտահայտում է իշխող Վերնախավի Ադրբեջանում հստակ մոտեցումները։ Եվ ինչ ասում այդ մարդը, ասում է, որ ես Գարեգինի երկրորդի հետ չեմ հանդիպի կամ հայտարարություն չեմ անի, մենք սրա նախապատմությունն էլ գիտենք նույն Արցախյան պատերազմին նախորդող ժամանակահատվածում, Մայրաթորսու Փեչմեհացին շատ զգուշավոր, բայց քայլեր կատարել է, որպեսզի կրոնական առումով բորբոքումներ չառաջանան, հա, խնդիրը չվերաբերվի քրիստոնյա-իսլամ հարցի, ինչը փորձում է Ադրբեջանը միջազգային իսլամական տարբեր հարթակներում այդպես ներկայացնել խնդիրը։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ երկրի հոգևոր առաջնորդը իրեն իրավունք է վերապահում հայ եկեղեցու նկատմամբ այնպիսի ծանր մեղադրանքներ եւ խոսքեր հնչեցնել, ինչը չի տեղավորվում ընդհանրապես միջկրոնական երկխոսության, փիլիսոփայության եւ տրամաբանության մեջ։ Ի վերջո հայ եկեղեցին Գարնի ջան միջազգային էկումենիկ ժողովների ոչ միայն ղեկավարությունն է ստանձնել 1.5 տասնամյակից ավելի 2 տասնամյակ, ոչ միայն քրիստոնյա իսլամ երկխոսության ջատագովներից եւ աբբահայրերից է եղել, այլ նաեւ հայ եկեղեցու որպես առաջին քրիստոնյա պետության, հա, կրոնական եւ հոգեվոր ներկայացուցիչ տեղը դերը հանգամանքը միշտ հաշվի առնվել եւ ցանկացած իսլամական երկրում այդ բոլորին վերաբերվել են ամենայն հարգանքով։ Հիմա մենք տեսնում ենք երկկողմանի փաստորեն հարված, մեկը Հայաստանի ներսից, այսինքն քաղաքական ղեկավարությունը խախտելով ընդհանրապես սահմանադրությունը, որ իրեն ինչ իրավունք ունի ինքը կրոնական հարցերով զբաղվի, փոխադարձաբար իրենք պիտի ասեն, բայց իրենք ինչ իրավունք ունեն քաղաքական հարցերի խառնվել, շատ ներողություն, եկեղեցին երբեք ու երբեք ներքաղաքական խնդիրներից չի խառնվել, իսկ եթե կարծիք է հայտնել կամ հայտարարություն է արել, ապա բացառապես մեկ նպատակով չդրթել միևնույն երկրի հայրենակիցներին միմյանց դեմ ոչ խաղաղ ճանապարհով, բռնի ճանապարհով ինչ որ խնդիրներ լուծելուն։ Այլ հարցի մյուս կողմն է, որ համազգային հարցերի վերաբերյալ Մեծիտանոն Կիլիկիո կաթողիկոսությունից սկսած մինչև Մայրաթորսու Փեչմեհացին որպես համայն հայության, հա, սրբավայր, ինքի դիրքորոշումը պիտի հայտնի հստակ ընդգծված հայոց պետականության գոյությունը կասկածի տակ դնող արատավոր երևույթների վերաբերյալ։ Տեսեք, ես ճիշտ եզրաբանությամբ եմ խոսում,
որովհետև եկեղեցու խոսույթը չի կարող լինել ագրեսիվ, չի կարող լինել հրահրող, չի կարող լինել դրդող, ազգային հարցերի վերաբերյալ, ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշում ունի, Արցախի վերաբերյալ եւ հայոց պետականության շարունակականության վերաբերյալ իր դիրքորոշում ունի։ Բայց այն ինչ մենք տեսնում ենք կամ ականատես ենք լինում, երկկողմանի հարված է մեկը երկրի ներսից, մեկը թշնամի պետությունից։ Համակարգող ինչ-որ հանձնախումբ են պատրաստում ստեղծել նոր կաթողիկոսի ընտրություն կազմակերպելու համար։ Դուք էլ նշեցիք, սահմանագետներն էլ են նշում, որ դա պետության չի վերապահված այդ իրավունքը եւ հոգեվոր գերագույն խորհուրդն էլ էր ասել, որ եկեղեցու եւ եկեղեցականների վերաբերող հարցերը լուծվում են բացառապես եկեղեցու ներսում։ Այդ դեպքում սա ինչ խումբ է, ովքեր են լինելու այս խմբի անդամները։ Տեսեք, ուշադրություն շեղելու հերթական փորձերն են միաժամանակ, իհարկե կա նարատիվ, որը այս իշխանությունը տանում է։ Համաժամանակային գործում։ Իրենք քաղաքական պլանավորման տեսանկյունից բավական թրծվեցին, ասեմ ձեզ։ Իրենք 2018-ի հում քաղաքական գործիչները չեն արդեն, իրենք շատ լավ տիրապետում են ներսի եւ դրսի վիճակին եւ իրենց գործողությունները ոչ թե այսպես մակերեսային են կամ մակերեսային պետք է դիտարկենք, այլ շատ խորքային պետք է դիտարկենք։ Իրենք հարվածները հասնում են մի քանի ուղղությամբ։ Առաջինը կռիվ են գցում քաղաքական դաշտում, ընդդիմության ներսում, երկրորդը զուգահեռ ազգային արժեքների մարմնավորող ինստիտուտների նկատմամբ տոտալ համատարած անվստահության գործընթաց են սկսում, ընդ որում այստեղ էականը գառնի բովանդակությունը չէ։ Էականը շոուն է, որտեղ նախընտրական տարի է, պետք է հնարավորինս հավաքել այն զանգվածին, որը դժգոհ է։ Ինչից է դժգոհ։ Մենք ամեն ինչից ենք դժգոհ։ Իշխանությունից ենք դժգոհ, չգիտեմ, եկեղեցուց, մենք ինքներս մեզնից ենք դժգոհ, եւ սա այս երևույթը ամբողջ աշխարհում է։ Իդեպ սա, որ ասում եմ, արժեքների նկատմամբ պայքարը տարվում է ամբողջ աշխարհում եւ բոլոր եկեղեցիների եւ բոլոր կրոնական ուղղությունների դեմ։ Այսինքն սա հոսք է, որի դեմ եկեղեցին փորձում է առնել, իսկ եկեղեցին, հայ եկեղեցին ամենալուրջ ազգային ինստիտուտն է, ոչ միայն այն պատճառով, որ պետականության բացակայության պայմաններում ինքն է փոխարինել եւ այլն, ոչ, սովորաբար 1700-ամյա կառույցը այնքան արհավիրքներ է տեսել, այնքան դասեր է քաղել, ես հոգևոր բնույթի մասին չեմ խոսում, հա, ինքը որպես ինստիտուտ մարդկանց կենցաղի եւ հոգևոր աշխարհի ներդաշնակությամբ զբաղվող ինստիտուտ եւ ինֆորմացիա ունեցող ինստիտուտ, եկեղեցին ամենահզոր կառույցն է։ Այդտեղ է, որ ասում են պետությունը չի կարող մրցել եկեղեցու հետ, ինչու, որովհետեւ մեր պետությունը շատ ավելի կարճ կյանք է ունեցել, քան եկեղեցին, եւ եկեղեցու տիրապետած արխիվային, հետախուզական տեղեկությունները, իր ցանցերը շատ ավելի ուժեղ են, քան մեր պետությունը, ցավոք, որը իհարկե 35 տարվա է։ Վիճակագրական վերջին տվյալներով եկեղեցին ամենաբարձր վստահությունն է հավելում։ Միշտ էլ այդպես է։ Սա է պատճառը, այս կերպ ուզում են այդ վարկանիշի վրա ազդել, նաև ինչպես նշեցիք, հաջորդ տարի ընտրական տարի է, գուցե նաև հենց այդ դերը չեզոքացնելու համար է այս պայքարը։ Կա նման բան, իհարկե, որովհետև կրկնեմ, պետության սահմանադրական առաքելության, հա, պետության ղեկավարության սահմանադրական պարտականության չկատարման դեպքում ով պիտի ստանձնի։ Այսինքն մենք ունենք ընդդիմություն, որը 2020 թվականի նոյեմբերի 10-ից տարբեր շարժումներով փողոցում ակտիվ է եղել եւ անընդհատ աշխատել է իշխանության փոփոխության, հա, գծով։ Նարատիվները նույնն են այս դաշտի։ Ինքնության, գոյութենական եւ այլն։ Հիմա երբ եկեղեցին հստակ արտահայտում է իր դիրքորոշումը, նշանակում է, որ վերկուսակցական մի կառույց, հոգևոր մի ինստիտուտ, որը իրերը կոչում է իրենց անունով եւ բացահայտ աշխարհին ասում է, որ հայ եկեղեցու համար, իսկ հայ եկեղեցին ամբողջ աշխարհում է, համայն հայության եկեղեցին է, մեկ հոգում է չէ, կամ իշխանության նման չէ, որ դու կարող ես ունենալ ընդդիմադիրներ, դու կարող ես վեհապար հորը չսիրել, դու կարող ես պրետենզիաներ ունենալ իր նկատմամբ,
բայց եկեղեցին որպես կառույց, որպես ազգակերտման, ազգապահպանման, հայրենակերտման լրջագույն դերակատարում ունեցող կառույց, դու երբ ձեռք ես բարձրացնում իր վրա, նշանակում է դու տարբեր պատճառներով, մեկը նախընտրական, մեկը չգիտեմ ինչ կան, այսպես կոչված հոգևորականներ, որոնց տեսանք անպարկեշտ իրենց ոչ սազական անվայելուչ բառապաշարով այս կամ այն հոգևորական նկատմամբ ինչ-որ պիտակավորումներից սկսած եւ այլն։ Այստեղ է, որ մենք պիտի կարողանանք, մեր հայրենակիցները շատ հստակ պիտի կարողանան տարանջատել հոգևոր իշխանությանը վերաբերվող հարցերը եկեղեցու ներսում են քննարկվում եւ մենք աշխարհիկներս իրավունք չունենք այդ խնդիրներին լուծումներ տալ։ Եվ չպետք է տուրք տալ իշխանության այն պնդումներին կամ խայծը կուլ տալ, թե այսինչ մարդը չգիտեմ շատ անդասիրակ պահվածք է պետության ղեկավարին ոչ արիր, այն գրառումները, որ Facebook-ում կատարել էր, առավել ևս, որ վեհապար հոր Տիտղոսին դիպչելը, այստեղ խնդիրը անձը չէ Տիտղոսին, հա։ Սա նշանակում է, որ բաց այդ պատերազմ է գնում, կարմիր գծեր չկան, իսկ որտեղ կարմիր գծեր չկան, այդտեղ պետք է սպասել ամենաանսպասելին, ամենավտանգավորը, մենք ռիսկային գոտում ենք շատ լուրջ, եւ երեք գիշեր անկեղծ ասած վեհապար հոր այդ տագնապած, բայց հանգիստ հորդորը, որ մեկնաբանություն չեմ տալիս մամուլին, որևէ բան չկա այստեղ, ինչ վերաբերում է մեր խնդիրներին մենք եկեղեցում կքննարկենք, բայց դուք հանդարտ եղեք եւ թույլ չենք տա բախում լինի կամ որևէ մեկի մտքով անցնի, որ միևնույն ժողովրդի զավակները միմյանց դեմ դուրս կգան։ Սա է ամբողջ խնդիրը եւ կարծում եմ, որ այստեղ ազգային քաղաքական բոլոր դերակատարները անկախ իրենց կուսակցական գունավորումից, կուսակցական տոմսի գույնից, պատկանելությունից, համոզմունքներից պետք է շատ հստակ դիրքորոշում հայտնեն Մայրաթորսու Պեչմիածնի դերակատարման վերաբերյալ, որովհետև սրան հաջորդելու է սահմանադրության այսպես կոչված փոփոխությամբ հայ եկեղեցու բացառիկ դերի նսեմացման նողված ինչ-որ մի անորոշ հոդված, մի չգիտեմ, որ մեր սահմանադրությունը 95 թվականից սկսած դեռ մինչև սահմանադրությունն էլ մենք շատ լավ հիշում ենք թե ինչ բացառիկ դեր է տրվել, վերապահվել անցած բոլոր իշխանությունների ժամանակ, հիմա պարզապես այդ ժամանակները, այսպես ասած, վերացել են եւ եթե հայոց պետականության կամ երրորդ հանրապետության հենասյուներն էին Արցախյան ազատագրական պայքարին Հայաստանի նեցուկ լինելը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ արևմտահայերի իրավատիրության սատար կանգնելը, ինչ որ նշված է եղել անկախության հռչակագրում, եթե այդ էջերը փակել է այս իշխանությունը ըստ իրենց հայտարարության, հաջորդ երրորդ ամենակարևորը եկեղեցուն չեզոքացնելը եւ այդպիսով իրապես վերջ կտրվի ոչ միայն երրորդ հանրապետությանը, այլև եկեղեցու դերին եւ առաքելությանը, որին ի դեպ ես կարծում եմ, որ եկեղեցին շատ լավ պատրաստվում է, որովհետեւ մենք Պավլիկյաններ ենք տեսել, Թոնտրակյաններ ենք տեսել, այնպես չէ, որ անսխալական են եղել հոգևորականները, բայց կրկնեմ, սա աշխարհիկների քննարկելու հարց չէ, որովհետեւ եկեղեցուն հոգևոր իշխանություն տրվում է Աստծուց։ Ես վաղ ավելի մանրամասն այս խնդիրը կբացատրեմ, թեև եթե կհիշեք մի քանի տարի առաջ ես այս թեմայով երբ դարձյալ հերթական հարձակումների եկեղեցու վրա սխոլաստիկ առումով բացատրել էի, թե հոգևոր իշխանության առաքելությունը որն է եւ անձերին թիրախավորելով չպետք է եկեղեցու ինստիտուտը վարկաբեկել, բայց եկեղեցին կարծում եմ նաեւ պետք է պատրաստ լինի ներսից հարվածների։ Որովհետեւ այնպես չէ, որ բոլոր կղերից դասի բոլոր ներկայացուցիչները Հայաստանում թե Սփյուռքում կիսում են Մայրաթորսու Պեչմիածնի մոտեցումը կամ դիրքորոշումը Հայաստանի գործող իշխանության վարած համազգային քաղաքականության նկատմամբ։ Վստահ եմ իրենք հաշվարկել են եւ վստահ եմ, որ ցանկացած բախման տանելու Հայաստանի իշխանության հրահրումները արժանանալու են մեր եկեղեցու կողմից շատ խելամիտ,
խորիմաստ եւ խաղաղ այնպիսի արձագանքի, որը չհանգեցնի քաղաքացիական պատերազմի։ Պարոն Գասպարյան, անդրադառնանք ներքաղաքական իրադարձություններին։ Խորհրդարանի ընտրությունից 1 տարի առաջ օրակարգ բերվեց իմպիչմենտի գործընթացը։ Արդյոք նպատակահարմար է հենց այս ժամանակահատվածում սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Տեսեք, պատիվ ունեմ խմբակցությունը հստակ ասում է, որ մեզ համար ցանկացած պահի պատեհ է, իմպիչմենտի գործընթացն սկսելը, Հայաստան դաշինքը նույնպես այդպես է ասում, բայց ասում է քաղաքական նպատակահարմարության եւ ռեսուրսների ճիշտ մոբիլիզացիայի դեպքում պետք է այդ ամեն ինչ անել։ Ես կարծում եմ, որ այս խնդրին մանավանդ նախընտրական տարում եւ սրա մասին բազմիցս եմ ասել, պետք է համակողմանի կոնսենսուսի միջոցով հասնել այս խնդրի իրականացմանը։ Մենք տեսնում ենք բնականաբար սոցիալական ցանցերում պատերազմ է երկու ընդդիմադիր խմբակցությունների համակիրների միջև։ Կա քաղաքական նպատակ, բայց ճանապարհը տարբեր են պատկերացնում, արդյոք ինչ շատ բնական եմ համարում ես, իսկ ով ասաց, որ բոլորը նույն ձև պիտի մտածեն, նույն ուղղությամբ պիտի մտածեն, ոչ թե նույն ձև։ Ես անձամբ համարում եմ, որ իմպիչմենտը եթե չունի փողոցային մոբիլիզացիայի գործիքակազմ, ապա աննպատակ է։ Գուցե նպատակը բարի է, բայց մեթոդը դրան հասնելու չի տեղավորվում քաղաքական ռացիոնալ հաշվարկների տրամաբանության մեջ։ Գուցե հիմա նախաձեռնողները շատ լավ գիտեն, որ դիցուկ 36 ստորագրություն պետք է կարողանան հավաքել, որովհետև Հայաստան դաշինքը նշեց, որ 28 ստորագրությունը տալիս է իր, 6-ն էլ եթե գումարվում է, 34 մնում է 2 падգամավորի։ Գուցե իմպիչմենտը նախաձեռնողը ինքը պետք է այդ երկու ձայների մասին մտածի, որ նվազագույնը հարցը բերվի օրակարգ։ Հարցի մյուս կողմն է իդեպ, թե ում ես ներկայացնում։ Արոնակ պատիվ ունեմ խմբակցությունը ասում եք մեզ համար կամ հանրապետական կուսակցություն, մեզ համար որևէ նշանակություն չունի, կարող է այս իշխանությունից ձերբազատվելն է, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ որքան էլ հականիկոլ ֆրոնտում ցանկություն լինի ձերբազատվել գործող վարչախմբից, մարդիկ շատ տրամաբանական հարց են տալիս, ապա մենք ում հետևից ենք գնում եւ ինչի համար ենք գնում, որն է նրա ծրագիրը։ Գուցե հիմա Դավիթ Համբարձումյանը պատրաստված է, գուցե այդ բոլոր հարցերի պատասխանները ունի, գուցե խորհրդարանում, եթե ստացվեց ելույթ ունենալիս փայլուն կարողանա իրեն դրսևորել, որ 18 падգամավորը եւս ԿՊ-ից համոզել, ես իրատեսական չեմ համարում, հատկապես սրբազան շարժման անցած տարվա փորձից հետո փորձը ցույց տվեց, որ իմպիչմենտը առանց փողոցային պերմանենտ ճնշման, իսկ դա վերաբերում է մի քանի օրյա շատ կազմակերպված, շատ համակարգված փողոցային ճնշման, արդյունք չի ունենում։ Հիմա եթե պատիվ ունեմ խմբակցությունը այս բոլորը հաշվարկել է եւ չի ասում, դե իրենք ասում են փողոցային պայքարը կսկսենք իմպիչմենտի գործընթացը ազգային ժողով ներկայացնելուց հետո։ Գիտեք, իմ քաղաքական փորձը ցույց է տալիս, որ անկախ բարի նպատակներից եւ բարի ցանկություններից ցանկացած գործընթացի իրատեսականության ջերմաչափը պետք է ունենա յուրաքանչյուր քաղաքական ուժ։ Գործընթաց անուն գործընթացի, process անուն process-ի միշտ կարելի անել։ Դրան տարբեր վերնագրեր կարող են տալ։ Նախընտրական տարի է, փորձ է, չգիտեմ, անհաջող կամ հաջողված կամ մտածված փորձ է, մի քանի քայլ առաջ են նայել, առաջ են տեսել։ Այսօրվա խորհրդարանում գործող իշխանության, գործող վարչախմբի ցինիզմի պայմաններում եւ կարմիր գծեր չունենալու պարագայում ես process-ի հաջողություն վտանգված եմ տեսնում, որովհետեւ չեմ տեսնում ընդհանրապես խորհրդարանում այն տրամադրությունները, որ գործող իշխանության ներսում հնարավոր է աղազարյանական կամ ասլանյանական ինչ-որ օպերացիա երկու տեղի ունենա։ Ինչու՞։ Շատ բարձ պատճառով։ Նախընտրական տարի է,
Նիկոլ Փաշինյանը բոլորի նկատմամբ ունեցած կոմպրոմատները, վախերը, որ սերմանում է, շատ ավելի է կոնսոլիդացնում թիմը։ Խոստումներ կլինեն, սպառնալիքներ կլինեն եւ այլ եւ այլ։ Փուրը կտա բոլորին, կվառի բոլորին, իսկ ինքը ընդունակ է այդ ամեն ինչին։ Ճաքեր վաղուց կան։ Հենց ԿՊ-ի ներսում։ Վաղուց կան։ Բայց այս process-ները զուգահեռ, տեսեք, impeachment-ի թեմա քննարկելով, ծաղրելով, սարկազմով, ցինիզմով, զուգահեռ եկեղեցու հարցերը խառնելով, Նիկոլ Փաշինյանը մեկ խնդիր է լուծում։ Ինքը կարմրացնում է այն մարդկանց աչքերը, որոնք առանց այդ էլ քիչ թե շատ վերապահում ունեն գործող ընդդիմության կամ եկեղեցու նկատմամբ։ Եվ ինքը այս քաղաքական խաղի մեջ շահեկան է դուրս գալիս։ Այս ամբողջը ինչու նշեցի, որովհետև impeachment-ի գործընթացը սերտորեն կապված է, ես կասեի օրգանական շարունակություն է այն process-ի, ինչ որ իշխանությունը բնութագրում է կամ որդեգրել է այդ կուրսը ընդդիմության տոտալ հեղինակազրկման եւ միանձնյա իշխանությունը վերցնելու իր արբանյակների միջոցով քաղաքականություն։ Հիմա մենք այդ ճանապարհի մեջ ենք։ Այստեղ երկու դաշինքների ղեկավարները, առաջնորդները ես միշտ եմ ասած եւ 4 ամիս ասում, երբ որ 4 ամիս առաջ ավելի ակտուալ էր օրինակ impeachment-ի խնդիրը։ Կամ իրար փոխհամաձայնությամբ պիտի ասնեն, որպեսզի երկու թևերի համակիրները հենց նիկոլական բառապաշարով միմյանց չբնութագրեն, ինչը մեր ամենամեծ ամոթն է, ամենամեծ ձախողումն է։ Եվ կամ պիտի բացև թափանցիկ խաղան, եթե խաղ է, եթե կա պայմանավորվածություն, մարդիկ իրենց համակիրները պիտի իմանան ինչ համար, ում հետևից, ինչ ծրագրով, ինչ նպատակով, ինչ ճանապարհով եւ այլ այս բոլոր հարցերի պատասխանները իրենք պիտի իմանան, եթե դուք չեք տալիս այդ հարցերի պատասխանները, բնական է որ մարդիկ պիտի ասեն, դե գիտես ինչ 36 ձայն է պետք է, երկու ձայնը գնա ապահովիր բանակցիր, եթե դու երկու ձայն չես կարողանում ապահովել, ապա 20 ձայն ինչպես պիտի ապահովես, որպեսզի կարողանաս այդ impeachment-ի գործընթաց տալ։ Մնացածը ես դիտարկում եմ ավելի շատ էմոցիոնալ դաշտում, հա, եւ ընդդիմադիր զանգվածի մոտ կամ սեփական լսարանի մոտ հեղինակությունը չկորցնելու, չհեղինակազրկվելու քայլ, որը կարծում եմ ինչ որ առումով նույն այդ գործընթացը նախաձեռնողներին մի փոքր առավելություն կարող է տալ, բայց ընդհանուր ընդդիմադիր process-ին չի օգնի։ Նախորդ շաբաթ մեկնել էիք Եվրոպա դասախոսություններին, 3 քաղաքում եք հանդես եկել դասախոսություններով, նախորդ անգամ էլ, երբ Եվրոպայում եք դասախոսությունների շարքով, կրկին շրջադարձային փուլ էր պետության կյանքում, Արցախի հայաթափումից 1 տարի էլ չէր անցել, այսօր էլ ականատես ենք լինում նոր կարմիր գծերի հատման, նոր արատավոր երևույթների։ Դուք շփվել եք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ, ինչ տրամադրություն է Սփյուռքում, ինչ մտահոգություններ ունեն նրանք։ Որպես Genesis Armenia մենք բնականաբար դուք էլ շատ լավ գիտեք ամենօրյա շփման մեջ ենք մեր հայրենակիցների հետ ոչ միայն գիտամտավոր լուրջ պոտենցիալ ունեցող, այլ նաև մեր շարքային հայրենակիցների հետ եւ բոլորի մտահոգությունները, ցավը, ցասումը, բողոքները, դժգոհությունները լսում ենք։ Գույքագրում ենք այդ ամբողջը։ Ես բարբերաբար լինում եմ Սփյուռքի մեր համայնքներում, մեր հայրենակիցների հետ տարբեր հանդիպումների, քննարկումների, դասախոսությունների, հարց ու պատասխանի միջոցով հասկանում եմ ընդհանուր տրամադրվածությունը, այսպես ասեմ։ Այս անգամ եղա եվրոպական 3 հայաշատ քաղաքում, ունեցա հանդիպումներ Սփյուռքի մեր հայկական կառույցների եւ անհատների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ այլ հանդիպումներ ոչ հայկական շրջանակների հետ, այլ հանդիպումներ, շատ առանցքային եւ շատ կարեւոր։ Ներկայացնելով բնականաբար հայկական պետության սպառնացող վտանգները եւ քայլեր ձեռնարկելով եվրոպացի տարբեր գործընկերների հետ այդ ուղղությամբ։ Դրա մասին օրը կգա կխոսենք։ Որն է ընդհանուր տրամադրությունը, այսպես ասեմ։ Մարդիկ սպասում են մեկ հարցի պատասխան։ Երբ ենք սկսում։ Իրենց այլևս հետաքրքիր չէ վերլուծությունը,
վիճակի գնահատականը, անալիզը, դիագնոզը գիտեն։ Պետությունը ուզում է կործանման։ Հայությունը դառնալու է անտեր։ Այնպես չէ, որ հիմա տերով է։ Ինչ քայլեր են պետք եւ ինչ քաղաքական երկնակամարում հայաստանյան, ինչ կոալիցիաներ, կոնսենսուսներ են ձևավորում առհասարակ եւ արդյոք մինչեւ 2026 թվականը հնարավոր է այս իշխանությունից ձերբազատվել թե ոչ, սրանք այդ խնդիրներն են, որոնք հենց այդ են։ Բնականաբար հարց է հնչում, թե ինչպես կարող է Սփյուռքը օգնել հայրենիքին։ Ես շատ հստակ դիրքորոշում ունեմ այդ հարցում։ Սփյուռքը կարող է օգնել հայրենիքին, երբ հայրենիքը իր մեջ կգտնի այն ուժը ներսում վերականգնվելու եւ այդ ժամանակ ինքը պիտի օգնի Սփյուռքին, որովհետեւ Սփյուռքը շատ ավելի մեծ խնդիրների մեջ է, քան Հայաստան պետությունը կամ ասեմ հավասարազորեն խնդիրներ այդպես որ առաջնահերթություն չեն տալիս որևէ մեկին։ Սփյուռքն էլ է կործանման շեմն։ Սփյուռքը կործանման շեմն է։ Եթե այդտեղ չլինեն մի շարք կազմակերպություններ, ապա հավատացնում եմ դες խոսքը ավանդական կուսակցություններին է վերաբերում, հատկապես Դաշնակցությանը, որի կառույցները զորոգիշեր ջանք չեն խնայում հայկականության պահպանման, հայության պահպանման, հայկական օրակարգի, Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ, ապա ձուլման մեքենա խժռում է բոլորին եւ ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որովհետեւ վտանգի գույնը կարմիր գիծը հատել է։ Իսկ որ կետից է սկսել դա։ Ի վերջո Սփյուռքը դարեր շարունակ է կարողացել պահել ինքնությունը, արդյոք Հայաստան-Սփյուռք այդ կապի թուլացումից է սկսվեց հենց այս խնդիրները։ Այդ խնդիրները միշտ կան, շատ ճիշտ նկատեցիք։ Այդ խնդիրները միշտ եղել են գարնը։ Բայց հայության ներսում այսքան երբեղկվածություն չի եղել, այսքան պառակտում չի եղել։ Էգզիստենցիալ հարցերի վերաբերյալ իրար չլսելու, իրարից հեռու մնալու վիճակ չի եղել։ Միշտ ավանդական Սփյուռքը իր կառույցներով, իր կայացած կառույցներով կարողացել է իր հայապահպան առաքելությունը լիուլի կատարել։ Դժվարությունների հանդիպել է իհարկե, ֆինանսական լուրջ խնդիրներ կան, թերթեր այսօր կրիզիսի մեջ են, Սփյուռքում մամուլը առհասարակ գրահարատարակություն գիրք կարդացող չկա, նաև Սփյուռքը ունի խնդիր իհարկե դիջիտալիզացիայի։ Թվային նոր սերունդ է եկել, որը հին մտայնությամբ չի ուզում պայքարը առաջ տանել։ Սրանք կենսական խնդիրներ են Սփյուռքի, որոնց մասին ես մեր հայրենակիցների հետ բնականաբար խորքային քննարկեցի եւ հասկանալի, որ Սփյուռքը առաջին հերթին հիմա ինքն իրեն պիտի կարողանա օգնել, ինքն իրեն պիտի ոտքի կարողանա կանգնել, մինչեւ Հայաստան պետությունը իր հերթին կփորձի վերականգնել այն ներուժը, իսկ ներուժը կա եւ ճիշտ կառավարել procesները Հայաստան ներսում, որից հետո միայն Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր մոդել պիտի ծնվի եւ այդ մոդելի վերաբերյալ Ջենես Արմենյանն ունի բնականաբար հստակ դիրքորոշում, Սփյուռքը պարզապես պիտի քաղաքական առումով ներկայացվածություն ունենա Հայաստանում, կլինի երկպալատ խորհրդարան, չգիտեմ, այդ բոլորը մանրամասներ են, որոնց շուրջ կարելի հետագայում խոսել, մանրամասն քննարկել, բայց Սփյուռքի ձայնը պիտի հասանելի լինի Հայաստանում քաղաքական առումով, որովհետև Սփյուռքը միայն տնտեսական ներդրումների համար չէ, իրենք մեր հայրենակիցներն են, իրենք հայրենիքի հարցում հավասար իրավունքներ ունեն, բայց եւ ունեն պարտականություններ այդ ամբողջի վերաբերյալ։ Այդ ամբողջը ես կարծում եմ օրենքի դաշտում կարգավորվող հարց է, լուրջ ուսումնասիրություններ պետք է կատարվեն, գիտեմ, որ տարբեր կազմակերպություններ այդ բոլոր մոդելները այսպես դնում են սեղանին եւ հարմար պահին դրանք պիտի կյանքի կոչվեն, բայց ձուլման մեքենայի դեմ դառնելու համար Հայաստան պետությունը ոչ սրանց օրոք վարկյան առաջ պիտի հասնի օգնության, վարկյան առաջ պիտի կարողանա ավելի քան 50-62 ակտիվ հայկական համայնքներ ունեցող, դասագրքերի խնդիր ունեցող, լեզվի գրականության խնդիր ունեցող հայությանը պիտի կարողանա հասնել։ Բայց այդ ամենից ավելի առաջին ուղերձը, որ հայրենիքից պետք է գնա, հայրենիքի միասնականության գաղափարն է, հայրենիքի տարածքի եւ ինքնիշխանության անսակարկելիության գաղափարն է, որը պետք է
լինի այն հատման կետը մեր բոլորի, լինեն Ամերիկայից մինչև Ռուսաստան, թե Չիլի, մինչև Ուրուգվայ, մինչև Արգենտինա եւ Մերձավոր Արևելք։ Բոլորը այդ հարցի շուրջ պիտի ունենան կոնսենսուս։ Ով պիտի անի դա, Սփյուռքը բազմաշերտ է բնականաբար, չենք կարող միարժեք դատողություններ անել։ Հայաստան պետությունը ինքը որպես սուբյեկտ կազմակերպված համակարգ ինքը պիտի կարողանա առաջարկել եւ այդ առաջարկի շուրջ պիտի լինի համաձայնություն։ Չի կարող լինել պարտադրանք, չի կարող այնինչ այսօրվա իշխանությունը անում է։ Ինչու հարց տվեցիք, ինչու է այդպես։ Որտեղ փորձում են Հայաստանից կառավարել Սփյուռքը, այսինքն մտնում են մի ճահճի մեջ, որից դուրս գալ Հայաստան պետությունը չի կարողանալ, որտեղ Սփյուռքը իր ձևավորված կառույցներով, իր մտածողությամբ, իր ավանդույթներով, իր կապվածությամբ հայրենիքի գաղափարին, բայց եւ վիճարկելի վերաբերմունքով Հայաստան պետությանը, իր հետ պետք է լրիվ առանձին մոդելավորման աշխատել, ոչ թե փորձել Հայաստանից կառավարել, հա, Զարե Սինանյան ուղարկելով համայնքը պարակտի սահանի դանի։ Օրինակ, ասում եք կոնկրետ հարց եմ բաց ասում, ես Բրյուսելում եղա բնականաբար, Բելգիահայ համայնքը, որը ամբողջ Եվրոպայի հայ դատի կառույցը, որը անասելի հսկայական աշխատանք է կատարում։ Ընդհանրապես հայ դատի հանձնախմբերը եւ գրասենյակները անասելի գերմարտկային ջանք են թափում հայկական հարցը, հայ դատը օրակարգում պահելու համար։ Օրինակ ամբողջ Եվրոպայության ապրիլի 24-ի ցույցը, ամենամյա ցույցի ժամանակ դու չես կարող այդտեղ նույնիսկ գլուխդ բարձրացնել, հա, այդ լռության րոպեի կամ չգիտեմ ինչի ժամանակ, ոգեկոչման օր է, վերջո։ Բայց դու որպես Հայաստան պետություն չպետք է քո, չգիտեմ, Սփյուռքի հանձնակատարը ինչ է զբաղեցնում, մարդ ուղարկես այդտեղ շատ էժանագին էությամբ, ինչ-որ մարդկանց արձակալեն փողով, ասեն գնացեք սադրեք այդ բանի համազգային ցույցի կամ հավաքի ժամանակ կամ խոսեք ինչ-որ թալանի մասին, չգիտեմ եւ այլն։ Այսինքն նարատիվը խառնվել է, գաղափարախոսությունը տրորելու խնդիր կա եւ բնականաբար սրանք ամբողջը եկեղեցի, ազգային կառույցներ, բանակ բախում են բացառապես Հայաստանի ճշտամական պետությունների քաղաքականությունից, որոնք էլ պարտադրվում են այս իշխանությանը, որը պարտվել է պատերազմում։ Շնորհակալ եմ, պարոն Գասպարյան։ Հիշեցնեմ, ես զրուցում էի քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանի հետ։